Արցախ այցելած սփյուռքահայ արվեստագետները սահմանում տիրող իրավիճակի մասին շատ էին լսել, իրենց աչքով տեսան եւ գնահատեցին։ Խրամատում կանգնած զինվորը ոչ միայն թիկունքում գտնվող արցախյան բնակավայրերն է պաշտպանում, այլև հազարավոր կիլոմետրեր հեռու ապրող սփյուռքահային, վստահեցնում են հյուրերը։ Մեծակույն բադիվը, որ գարնամ ծեր մոտ գտնվիր եւ տեսնել աչքովս ինչ որ դուք ամեն օր գաբրիկ, ամեն օր գսկակ, ամեն օր գտեսնեք եւ այդ կորձունեությունը որ գդանիկ։ Մենք սփյուռքի մեջ ցեզմով շատ հբարդ ենք։ Ձեր շունչով ենք մենք ապրում, իմանում, որ մենք էլ որպես հայ, որպես սփյուռքահայ տեր ունենք, աղբեր ունենք, քույր ունենք եւ Աստված ունենք եւ հող ունենք։ Ստեփանակերտում պատերազմը չեն զգացել։ Երիտասարդ արվեստագետների եւ արվեստասերների հետ հանդիպմանը պատերազմի մասին հիշեցնողը միայն լուսանկարներն էին ապրիլյան օրերից։ Սերժ Թանկյանը խոստովանել է, այս այցի ընթացքում Արցախի հետ շատ մտերմացավ, կվերադառնա նոր ծրագրով։ Կարևոր եւ հետաքրքրական մի պրոջեկտ պետք է անենք Արցախում։ Մինչ այդ ինքնաբուխ Տեր Ողորմյանն էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոցում։ Բերդաքաղաք այցելելը սփյուռքահայ գործիչների արցախյան օրակարգի վերջին կետն էր։ Նորայր Հովսեփյան, ժամը լրատվական։